Նոր սահմանազատում է սպասում տարածքային փոփոխություններ, ո՞նց եք վերաբերում դրան։ Չգիտեմ ինչ ասեմ։ Ասում են Արծվաշենը հետ ենք բերելու։ Արծվաշենը հետ են բերում, որ ինչ անեն, այնտեղ թողնեն շրջապատված թուրքերով մենք այդքան կնդե ապրենք, չեն թողնի պարզապես։ Օբյեկտիվ մտահոգություններ ունեն, որ Տիգրանաշենը Քյարքի կոչվածը հանձնելու են, որի վրա ռազմավարական նշանակության ճանապարհ է։ Այո, մեր Հայաստանի տարածքները տալիս են, կգան ընդե բուն կդնեն, մենք մեզի ինչ են ասում, ամեն ձևի դավաճանություն է, ես հետ եմ միայն կարող ասեմ։ Չեմ կարող ոչ մի բան ասեմ։ Վերաբերմունք չունեք այդ հարցի։ Տեղյակ չեմ, տեղյակ չեմ։ Չգիտեմ, չեմ կարող ասեմ։ Մենք լսում ենք, բայց չենք պատկերացնում, որն է ճիշտ, որն է սուտ։ Արդեն այնքան սուտը տեղ է գրավել, որ ճիշտն է չգիտենք որն է։ Այ բալաջան։ Ամեն դեպքում ողջունում եք, թե չէ նոր տարածքային փոփոխությունները։ Ինչ իմանանք, մեզ է օգուտ կլինի։ Մինչև հիմա թոշակառուներին օգուտ չկա։ Իսկ օգուտ ակնկալում եք, սպասում եք օգուտ։ Երևի չէ։ Դժվար չեմ հավատում նման բանին։ Եվ լինելու է իհարկե, շատ դրական է վերաբերվում, այո։ Ոնց որ ջերմուկի տարածքները վերադարձվին, ինձ Արծվաշենը կվերադարձնի։ Տեսեք, օբյեկտիվ մտահոգություններ կա, որ Տիգրանաշենը կարող է հանձնվել այս փոփոխությունների արդյունքում, Տիգրանաշենով անցնում է ռազմավարական նշանակության ճանապարհ։ Այս մասով ինչ եք կարծում։ Ես կարծում եմ, որ եթե դիմադրություն չեղավ տալու է, որովհետև պատմությունն ու փորձն է ցույց տալիս վերջի տարիներին սահմանազատման անունի տակ մենք մենակ տվել ենք դեռ ոչ մի բան չենք ստացել։ Ոչ մի ձև։ Ասում են Արծվաշենը հետ ենք բերելու։ Բայց հավատում եք։ Դուք համոզված եք, որ լինելու են նոր տարածքային փոփոխություններ։ Դե վարչապետը ասեց։ Այսինքն երևի ինչ որ ասում է Արծվաշենը հետ ենք բերելու։ Եթե հետ են բերելու, իհարկե կողմ եմ։ Իսկ մտավախություններ կա, որ Տիգրանաշենը կհանձնվի այդ տարածքային փոփոխությունների արդյունքում։ Չեք կարծում։ Չեմ կարծում։ Լավատեսեք։ Լավատես եմ եւ մեծ հույսեր եմ կապում, որ մենք ոտքի ենք կանգնելու։ Հողերը թող չտան, մնացածը։ Չգիտեմ ճիշտ ասած, ես ստույգ կարծիք չունեմ, որովհետև ես բոլոր մանրամասնությունները չգիտեմ, եթե ես իմանայի։ Մարդկանց շրջանում մտահոգություն կա, հաշվի առնելով այսքան տարածքային կորուստները, որ Տիգրանաշենն էլ սահմանազատման արդյունքում պիտի տան Ադրբեջանին։ Դա շատ տխուր է։ Դա տխուր է։ Վարչապետը ասում է սահմանազատում է լինելու, որի արդյունքում Արծվաշենը վերադարձնելու են։ Ոնց եք վերաբերվում։ Ես մասնագիտությամբ սոցիոլոգ եմ եւ սոցիոլոգիական հետազոտությունների կոնտեքստում կարող եմ ասել, որ Հայաստանում անցկացված սոցիալացումներին համապատասխան հասարակության մեծամասնությունը դեմ է անկլավների փոխանակմանը, այդ թվում Արծվաշենի վերադարձին եւ Տիգրանաշենի եւ Տավուշի մյուս անկլավների վերադարձին Ադրբեջան։ Չեմ հավատում։ Ինքը տվել է ու չի կարա հետ բերի։ Նախ տվել է, հələ վախենանք, որ էլի չտա։ Մտահոգություն կա, որ այս անգամ էլ Տիգրանաշենն են սահմանազատում։ Շատ վատ է, իհարկե շատ վատ է։ Վարչապետը ինչով է մտածում, ուղեղով է մտածում։ Մի օր էլ քնած կլնենք ու կգան մեզ արդեն իրոք սաղից հայ ամբողջ Հայաստանը կվերցնեն ու հետո բա մեր երեխեքը։ Իմ թորս հիմա պիտի բանակ գնա, ես վախենում եմ։ Ռուսաստանից բերել եմ, որի երեխեն բանակ է թա։ Ու հիմա ինքը նորից նոր բաներ է ծրագրավորում։ Դե բանակը կրճատեցին ծառայության Հասկացանք, ավելի լավ է 2 տարի լինի, խախանդ լինի, որ ես իմանամ իմ երեխեն գնում է հանգիստ ծառայում է գալիս է, ինչպես այն ժամանակ էր։ Հիմա տարի ու կես է, բայց վախենում ես։ Լավ բան չեմ տեսնում, չգիտեմ, եւ չեմ սպասում լավ բան։ Ինչ տեսանք մեր սերունդը տեսավ, հիմա ոչ մի լավ բան չեմ տեսնում։ Ես չեմ հետաքրքրվում այդ հարցերով։ Տեսեք, ասում են Արծվաշենը վերադարձնելու են, բայց մտահոգություն կա, որ Տիգրանաշենը կհանձնվի։ Ես տեղեկություն չունեմ։ Եթե դրա փոխարեն Բաքուն են տալի, համաձայն ենք։ Բնական է, բացասական։ Բնական է։ Նորմալ հայը կարող է դրական դրան վերաբերվի։ Օրինակ մեր երկրի վարչապետն ասում է Արծվաշենն ենք վերադարձնելու, բայց մտահոգություն կա, որ Տիգրանաշենը կհանձնվի։
Դրա համար ես ասի խոսքը նորմալ մարդկանց մասին է, նորմալ մարդիկ խիստ բացասական, մեղմ ասած խիստ բացասական են վերաբերվելու։